խոստումներ, իրատեսական ու անիրատեսական ծրագրեր, իրականացման հնարավորություններ, համակրանքներ ու հակակրանքներ, ինչն է ընտրում քաղաքացին։ Հեռանկար բանավեճում դարձյալ լսելու ենք ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերին։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտում քննարկումները դառնում են ավելի սուր, իսկ ծրագրային մոտեցումները առավել տեսանելի։ Այսօր մեր ստուդիայում քննարկելու են քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի բովանդակությունը, նաև թե որտեղ են դրանք բախվում, որտեղ համընկնում, եւ ինչ ընտրության առաջ է կանգնած քաղաքացին։ Հեռանկար բանավեճի տաղավարում են ՀԱԿ փոխնախագահ պատգամավորության թեկնածու Արա Մանուկյանը եւ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ պատգամավորության թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը։ Շնորհակալություն պարոնայք մեր հրավերը ընդունելու համար։ Ինչ քննարկմանը անցնել է, ես առաջարկում եմ դիտել մի տեսանյութ։ Հունիսի սկզբից Հայաստանը կմտնի քաղաքական նոր փուլ, սակայն քաղաքացիների սպասումները մնում են նույնը՝ անվտանգություն, աշխատանք, արդարություն ու կայուն ապագա, որ խնդիրների լուծումն է այսօր մարդկանց համար ամենահրատապը։ Երիտասարդ տարիներին երեխաներ կրթած Թամարա Օհանյանը, ով արդեն տարիներ շարունակ ծաղիկներ է վաճառում ու ամեն օր շփվում հարյուրավոր մարդկանց հետ, երկրի համար ամենահրատապ հարցը համարում է կայուն խաղաղությունը։ Խաղաղությունն եմ ուզում, անփորձանք, բոլոր երիտասարդները կողքներիցս անպակաս լինեն, ազատ անկախ Հայաստան։ Որ Հայաստանը մշտապես ազատ ու անկախ մնա, երևանցի Դավիթ Աբրահամյանի համոզմամբ պետք է վարել դիվերսիֆիկացված քաղաքականություն, պաշտպանության ոլորտում էլ շատացնել տեխնոլոգիական լուծումները։ Գնել ամեն ինչը տարբեր երկրներից եւ կարեւորը զարգացնել մեր պաշտպանության ոլորտը ըստ մեր գիտելիքների։ Հաջողորս այնպես է հարևանների մեջ է որ առաջերտի պաշտպանություն ամեսվեր։ Դրանից պետք է կտրեք պաշտպանության դա։ Առանց ուժեղ դաշնակցի աջակցությունից շատ դժվար է։ Տեխնիկայի լայն տեսական ու վերանորոգող վարպետ Արմեն Կարապետյանը միանգամից մի քանի ոլորտներում է վերանայման անհրաժեշտություն տեսնում։ Գնաճը կանգնեցվի, պաշտպանությունը ուժեղանա, տնտեսությունը զարգանա, գյուղատնտեսությունը զարգանա։ Երևանի պետական համալսարանի դասախոսի համոզմամբ անհրաժեշտ է զարգացնել գյուղատնտեսություն, որը հիմնված կլինի ագրոարդյունաբերական մոտեցումների եւ նորարարական լուծումների վրա։ Որովհետեւ այսօրվա ժամանակներում շատ ծիծաղելի է, որ մենք սկսենք նորից մտածել, թե մեր ժողովուրդը ինչի չի ոչխար կթում, կով կթում, ով է բռնելու այդ ոչխարի գլուխը, որոնց կարողանան կթեն, ով է այդ բուրդը խուզելու, ինչ հապենկով են խուզելու այդ մեխանիկական մկրատը, խելագարություն է այսօրվա իրավիճակում։ Սոֆիայում ծնված, երկար տարիներ արտերկրում ապրած ու մի քանի օրով հայրենիք վերադարձած Արմեն Բագդանյանը Հայաստանին ամեն օր է հեռվից հետևում։ Արդեն Երևանում խցանումներն ու օդի որակն է մտահոգիչ համարում։ Գյուղատնտեսության, մասնավորապես անասնագլխականակի աճը կարևորելուց զատ, նաև անմշակ հողերի ուղղությամբ հելուցումներ առաջարկում։ Ես երիտասարդություն եմ տեսել։ Ինչքան հողեր կա, որ պետք է մելորացնեն եւ զարգացնեն։ Եթե գյուղացիներին ֆինանսավորեն, իրանք կմշակեն հող։ Հուշանվերների, ձեռագործ աշխատանքների խանութ սրահում մայր ու դուստր թվարկեցին մի շարք ոլորտներում արդեն իսկ նկատելի փոփոխություններն ու հետևյալը նշեցին։ Ով էլ որ գա, գոնե այդ լավը շարունակի։ Ով էլ որ եկա, գոնե, եթե նույնն է մնում, նույնը շարունակի դեպի լավ։ Եթե ինչ-որ ուրիշ ուժ գալու, թեկուզ այն ինչ որ մենք տեսնում ենք, դա շարունակվի։ Ունենց մարդ կա, որ Աստծուց վախեցող մարդ լինի, որ ամեն ինչ լավ լինի։ Քաղաքացիների մի մասն էլ ընդգծեց, որ անհրաժեշտ է կրթական մակարդակն հասցնել առավել բարձր աստիճանի, որպեսզի գիտակից կրթված եւ պատասխանատու սերունդը կարողանա կառուցել ավելի ամուր ու բարեկեցիկ ապագա։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, հեռանկար բանավեճ։ Մենք հիմա տարբեր հարցերի մասին լսեցինք, որ առանձնացնում է քաղաքացին, ընտրողը, բայց առաջինը ըստ էության անվտանգությունը եւ խաղաղությունն են։ Ինչպես են դրանք արտահայտված ձեր ծրագրերում, պարոն Մանուկյան, ձեզնից սկսենք։ Շնորհակալ եմ։ Իսկապես են բոլոր բնագավառները, որ ես համարում եմ, ինձ համար համարում եմ դոմինանտ, հնչեցին այստեղ։ Մեր ծրագիրը կազմվել է շուրջ 2 տարի առաջ։ 2 տարի մենք աշխատում ենք մեր ծրագրի վրա։ Սկզբունքը եղել է հետևյալը. կազմել ծրագիր ոչ թե այս ընտրությունների համար,
այլ ռազմավարական ծրագիր երկար ժամկետի համար եւ այնպես որ ոչ թե ես գնում եմ պարլամենտ այս ծրագրով, այլ եթե ես լինեի իշխանություն, ինչպես ինչ գործեր կանեի Հայաստանի համար։ Մենք միշտ այսպես մեզ զգացել ենք, ես միշտ այդ զգացողություն ունեմ, ես ոչ թե դիմադիր եմ, այլ իշխանություն եմ։ Ես պատասխանատվության առումով ես վարվում եմ երկրի հետ, ծրագրի հետ, ասելիքի հետ, այնպես ինչ կարծես թե ես եմ այս երկրի պատասխանատուն։ Այդ սկզբունքով է կառուցվել եւ անվտանգության համակարգը եւ ոչ մեկ համար չի անդրադարձել ջրի կառավարման համակարգը, հաջորդ պատերազմները Հայաստանում լինելու են նաեւ ջրի համար ռեգիոնալ առումով եւ անվտանգության առումով մի հատ լուրջ կոնցեպտ ունենք դրած, որը հետեւյալն է. Արևելքի եւ արևմուտքի, հյուսիսի եւ հարավի շահերը Հայաստանում պետք է ոչ թե բախվեն, այլ համագործակցեն։ Մասնավորապես մենք ունենք կոնցեպտուալ մի հատ ծրագիր, հյուսիս-հարավ Իրանի հետ կապող երկաթուղու ծրագիր, որը հաշվարկած է 3 միլիարդ դոլարով ծրագիր է, հաշվարկները, տեխնոլոգիական հաշվարկները ամենաարված է եւ դրանով մենք լուծում ենք հետեւյալ անվտանգային խնդիրները։ Հյուսիսի, հարավի եւ արևելքի արևմուտքի շահերի կենտրոնը դառնում է hub, երկաթուղային տրանսպորտային հանգույց, որտեղ բոլորի շահագրգռվածությունը, որ այդ գծերը աշխատեն, դառնում է դոմինանտ եւ դա դառնում է անվտանգության երաշխիք։ Ոչ միայն տնտեսական կապեր, այլ անվտանգության եւ այստեղ կոնցեպտը հետեւյալն է. մրցակցություն չպետք է լինի արևելքի արևմուտքի կամ հարավի եւ հյուսիսի նկատմամբ, այլ այս ծրագրերով Հայաստանը պետք է այնպիսի միջավայր ստեղծի, որ մրցակից ուժերը մրցակցեն ներդրումների համար, ոչ թե ազդեցության գոտիներ ստեղծելու համար։ Հիմա լսենք պարոն Մեհրաբյանին, իրենք ինչ են առաջարկում եւ արդյոք համաձայն եք այս տեսակետի հետ, որ սա լավագույններից մեկն է, ինչ եք դուք առաջարկում։ Իհարկե մենք մեր քաղաքացիներից լսեցինք այն, ինչ վկայում են սոցհարցումները, առաջինահերթը ինչը անհանգստացնում է մեր քաղաքացիներին եւ արդարացիորեն դա անվտանգությունն է։ Եվ անվտանգությունն այստեղ միայն ինչ-որ ոնց որ առանձին ոլորտ չէ, առանձին ուղղություն չէ, այլ դա մի համալիր է, որ իր մեջ ներառում է թե խաղաղության ապահովումը, թե պետության սուվերենության ամրապնդումը, իսկ մենք գիտենք մեր պետության սուվերենությունն ով է հարցականի տակ դնում եւ ինչու։ Դա կապակցվածության ապահովումն է մեր հարևանների հետ, որպես երկիր, որը դեպի ծով ելք չունի, եւ դրանով իսկ զարգացման ապահովում, եւ իհարկե պաշտպանությունն, այո, մեր ծրագիրը ներառում է համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգեր, որի միջազգային փորձը կա ընդ որում Հայաստանի նման կոմպակտ երկրների կողմից եւ մենք ծրագիրը այդ մասը կազմելուց նաև խորհրդակցել ենք այդ երկրների ներկայացուցիչների հետ ու մոտ դա արդեն աշխատող համակարգ է։ Իհարկե մեր ծրագիրը ներառում է նաև մեր այս անցած 1-1.5 տարվա ընթացքում ավելի քան 30 բնակավայրերում քաղաքական եւ գյուղական այդ ժողովարաններում անցկացրած town hall ֆորմատով հանդիպումները եւ որոնք դուրս են բերում մի կարեւոր խնդիր, այո, մեր հողերի կեսը չի մշակվում, առանց այն էլ փոքրիկ երկրում եւ ջրային ռեսուրսների կառավարումն էլ այո, քարանձավային մակարդակի է եւ ջուրը գնում է անիմաստ տեղը դեպի Կասպից ծով։ Մենք դեռ դրանց կանդրադառնանք անվտանգության առումով, համապարփակ պաշտպանության մասին խոսեցիք եւ ասացիք, մենք գիտենք թե ով է մեր անկախությունը հարցականի տակ դնում։ Ավելին մենք միակն ենք այս գործող մասնակցող քաղաքական ուժերից, ովքեր այդ անվտանգության սպառնալիքը համարում են տալիս են իր անունը, դա Ռուսաստանն է, որը չի էլ թաքցնում եւ քիթը մտցնում է իրեն չվերաբերվող գործերում, թե Հայաստանն ինչ պետք է անի, ինչ պետք է չանի, օրակարգ է թելադրում, չգիտեմ, պրետենզիաներ է հայտնում, դե որովհետև Հայաստանը 20 տարի կառավարվել է կրիմինալ դիկտատուրայի կողմից եւ մինչեւ հիմա ցավոք սրտի դրա գնահատականը չի տրվել։ Հիմա պարոն Մանուկյանը ասաց, որ մենք այնպիսի ծրագիր ենք առաջարկում, որ տարբեր շահերը այստեղ ոչ թե բախվեն, այլ համադրվեն։ Հիմա այս դեպքում հնարավոր է մեր ծրագրի մեջ անվտանգության եւ խաղաղության կոնցեպտի մեջ կամուրջ արևելքի եւ արևմուտքի միջեւ։ Հայաստանի իրավիճակը այնպիսին է եւ դա ոչ միայն Հայաստանի, բոլոր խելոք երկրների
Ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որքան ուժեղ ես, որքան հարուստ ես եւ որքան ունես շատ բարեկամներ եւ ռազմավարական ընկերներ, այնքան հեռանկարային ես, այնքան վստահել ես։ Եվ այդ առումով այդ իմ ասած TRIP եւ BRICS խաչմերուկը, որը նշանակում է Ռուսաստանից Իրան եւ Չինաստանից Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ կապը դա խաղաղության երաշխիք է։ Եթե Հայաստանը կարողանա այս մոդելով դուրս գա աշխարհին, կամրջել Արևելք Արևմուտքի եւ Իրանը Ռուսաստանի Վրաստանի հետ, դա կլինի ոչ միայն խաղաղության երաշխիք, ոչ միայն տնտեսական զարգացման երաշխիք, այլ երաշխիք, որ գերտերությունները այստեղ շահագրգռված կլինեն Հայաստանի խաղաղությամբ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հացը 100,000 տոննա անոց հացը Թուրքիայի միջոցով եկավ Հայաստան, երբ որ մենք Ղարաբաղում տարածքներ էինք գրավում։ Արևելքի արաբական երկրների վառելիքը, նավթը, բենզինը, մազութը Թուրքիայի տարածքով եկավ Հայաստան, երբ որ արաբական երկրների, որոնք մենք մուսուլմանական երկրի տարածքներ էինք գրավում։ Ռուսական զենքով եւ Իրանի աջակցությամբ եւ վրացիների աչքը փակելու աջակցությամբ մենք 12000 քառակուսի կիլոմետր ենք գրավել։ Այսինքն, երբ որ դու կարողանում ես այնպիսի միջավայր ստեղծել, որ քեզ աջակցողներ կամ քեզ չխանգարողները մի կողմ են եւ քեզ աջակցողները օգնում են խնդիր լուծելու, դու հարցեր ես լուծում։ Եվ այդ խնդիրը, գիտեք, որն է ճիշտը փոքր երկրի համար։ Մենք չենք լինելու ոչ հակաամերիկացի, ոչ հակառուս։ Մենք չենք լինելու ոչ պրո-ռուս, ոչ պրո-արևմտացի, որովհետև այդ շահերը շատ հաճախ փոխվում են եւ դու ստիպված նոր վեկտորի փոփոխություն տալ։ Ուրեմն Երևանից կանգնել է Հունգարիայի հզոր ատոմականի շինարարությունը 2000 մեգավատանոց ատոմականը, որը Ռուսատոմն էր կառուցում 14 թվականից, հիմա կասեմ չի կանգնել։ Եվ ամերիկյան սանկցիաներ էին կիրառվել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի այդ ատոմականը չկառուցվի։ Ամերիկացիները անցած տարվանից, երբ որ Ուկրաինայից սկսեցին դրական բանակցություններ վարել Ռուսաստան, սանկցիաները հանեցին, շինարարությունը սկսեց կառուցվել։ Շինարարությունը հիմա գնում էր եւ Եվրոպացիների աջակցությամբ Հունգարիայում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ նոր վարչապետը կանգնացրել է 3 ատոմականի շինարարությունը։ Այդ ծրագիրը 13 միլիարդ դոլարնոց ծրագիր է։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ այլևս այդ ատոմականը չի կառուցվել, որովհետեւ բախվել են Եվրոպայի շահերը Միացյալ Նահանգների շահերի հետ, Եվրոպայի շահերը Ռուսաստանի շահերի հետ, այս պահին հետաքրքիր է համընկնում են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը։ Ասելիքս հետեւյալն է. Եթե դուք կողմ ես բռնում որևէ մեկին եւ որևէ մեկի աջակցությունը կոնտրոլությունների համար քո երկրում ներքին մեջամտության վրա ազդում է, դա քո համար դառնում է ճակատագրական, քո քթից բերելու են։ Անկախության 35 տարիներին բազմաթիվ ձևակերպումներ ենք լսել, այո, ցանկացած բանական մարդ եւ բանական պետություն ձգտում է բոլորի հետ ունենալ բնականon հարաբերություններ, ունենալ հնարավորինս շատ բարեկամներ եւ չունենալ թշնամիներ։ Դա որպես ցանկություն ընկալելի եւ ընդունելի է։ Եվ այդ խոսակցությունները դարձել են հետո ծխած ածկույթ, որ Հայաստանն այո կոշտ կցորդով ընկնի Ռուսաստանի տակ, եւ մինչեւ հիմա մենք դրա տակից դուրս չենք գալիս։ Եվ երրորդը, այո շուլերների հետ չի կարելի նստել թղթախաղի, երբ որ դու գործ ունես պարտների հետ, որը ուղղակի խափեփայ է, մանր քրեական է եւ որից զզվում է ամբողջ աշխարհը, Հայաստանը տանել, կապել, անունը դնել բալանս, սա ուղղակի նշանակում է քարկցել մեր ապագայի վրա, ինչի հետ մենք գործ ենք ունեցել մինչ այսօր։ Մենք խնդիր ենք դրել այդ սպառնալիքը չեզոքացնելու համար, նախ եւ առաջ ռուսական ուժային ներկայությունը Հայաստանում վերացնել։ Եվ երկրորդը, այս կոմունիկացիոն ծրագրերն աշխատելու են միայն այն դեպքում, երբ որ այստեղ չկա Ռուսաստանը, որպեսզի մենք կարողանանք հաղթահարենք դա եւ կապակցվածությունը մեր հարևանների հետ, ընդ որում խաղաղության օրակարգի հիման վրա, հենց այդ ռուսական ժառանգության հաղթահարման լավագույն ճանապարհն է, որը մենք պետք է շարունակենք եւ իր տրամաբանական ավարտին հասցնենք։ Այսինքն ոչ թե այստեղ փող լրացնող, այլ պետք է բացառել ռուսական ներկայությունը։ Բուր ռուսականը, որովհետև այսօր Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ուղղությամբ, այլև ողջ հետխորհրդային տարածքում տանում է չարորակ, դեստրուկտիվ քաղաքականություն, քանզի համարում է մի բան, որ դրանք ինչ-որ ժամանակավոր պատմական թյուրիմացություններ են, այլ ոչ թե անկախ պետություններ, եւ ինչ-որ X պահի Ռուսաստանը պետք է գա եւ վերատիրան։ Ըստ էության Ուկրաինայի դեմ պատերազմը հենց դրա մասին է։ Եվ մենք եկեք ոչ մենք իրար խափենք, ոչ ինքներս մեզ խափենք։ Ցանկություններով եւ էմոցիաներով երկիր չեն ղեկավարում։
Պարզունակությունը դիվանագիտության թշնամին է, մակերեսը դիվանագիտության ոչնչացնող ամենակարճ ճանապարհն է։ Ես այն մարդն եմ, որ հռչակել է Հայաստանի անկախությունը, չէ՞։ Այո։ Եվ անկախական առումով թող ոչ մեկի մեջ չմրցի, եւ Հայ ազգային կոնգրեսը եւ Հայոց համազգային շարժումը, որի նախագահ ես եղել եմ, անկախության հետ կապված կամ ասոցիացվող թիվ 1 ուժն է, ուզեք չուզեք։ Անկախության հետ մենք ենք կապվում, բայց անկախությունը ցանկությունը եւ կենացների բան չէ եւ իրականությունը ռեալությունները հաշվելը խիստ կարեւոր է։ Ես Ռուսաստան փաստաբան բացարձակ գործ չունեմ։ Սխալներ կարող եմ ժամերով ասել, բայց ինքը միայն սխալներից է ասում, տարբերությունը մեր դա է։ Իրականությունը դառը հետեւյալն է, որ մենք անվտանգային համակարգում գտնում ենք Ռուսաստան։ Եվ եթե անվտանգային համակարգը դու փոխում ես Ռուսաստանից դուրս ես գալիս, իրավունքն է, ձեր առաջարկն արեք։ Ինչով է փոխարինվում դա։ Չկա։ Իսկ այսօրվա վիճակով մեր ամբողջ անվտանգային եւ տնտեսական համակարգի վեկտորը Ռուսաստանից փորձում են փոխել ոչ թե արևմուտքը չկա այդ արժեքներում, այլ Ադրբեջան։ Տնտեսական, քաղաքական, բաների թելադրելու առումով ամբողջը մենք փոխում ենք ադրբեջանական մոդելի տակ, այսինքն այն Ադրբեջանն էր, որը մենք պարտվել ենք, որը 4000 զոհ է տվել, որը մեր տարածքները վերցրել է, 3000-ամյա Արցախը դատարկել է, եւ մենք փորձում ենք գտնել մեղավորին ինչ որ հեռու տեղ, որպեսզի մեղքը մեզնից հեռու քաշեն։ Այդ դա դիվանագիտություն չի, դա քաղաքականություն չի։ Դառը ճշմարտություն կա։ Մեր հացահատիկի հացի 90%-ը գալիս է Ռուսաստանից։ Լավ է, վատ է։ Էներգետիկայի 76%-ը մեր կախված է ռուսական հումքից։ Մեր ատոմականի ամբողջ գործունեությունը կախված է ատոմականից։ Մենք ունենք 2.5 բնակիչ այնտեղ։ Գազը մենք ստանում ենք աշխարհի ամենաէժան գազը այստեղ։ Գնում ենք, հարց չկա, անկախանում ենք։ Որտեղից ենք ստանում, այ թող խնդրում եմ իմ գործընկերը, որտեղից ենք ստանալու այդ գազը, այդքան ծորենը, ատոմի ուրանը որտեղից ենք ստանալու եւ ինչպես ենք լուծելու այդ անցումը։ Ես անցման դիվերսիֆիկացիայի կողմնակից եմ, որտեղ եթե դու քանդում ես այս մեկը եւ չես ասում տեղը ինչ եմ դնում, ես անլուրջ եմ համարում։ Այո։ Ես լավին համաձայն եմ պարոն Մանուկյան ձեր այդ փաստարկների հետ եւ այսպես ասենք այդ մեթոդաբանական բազան, հա, որոշումներ ընդունելու, որը դուք ներկայացնում եք, ես համամիտ եմ, պարզապես ես գալիս եմ միանգամայն այլ եզրակացությունների, քան դա ասում եք դուք։ Ինչի մասին է խոսքը։ Այո, դուք ֆիքսում եք, որ մենք ցորենի 90%-ը ստանում ենք Ռուսաստանից։ Հարցը առաջանում, ինչի, ով է արել դա։ Ինչի համար է դա։ Որտեւ ամենայժանն ամենատրանսպորտով հեշտ է։ Համաձայն չեմ։ Տրանսպորտի առումով էլ չխոսենք, որովհետև այն Լարսի այն կույրաղիկ ճանապարհը դա հեշտ ճանապարհ անվանել ուղղակի չի կարելի ապրիորի։ Հաջորդը եւ այո, մենք ցորենի առումով, այո, կա Ուկրաինան, իր ցորենով, կա Ղազախստանը իր ցորենով, կան այլ ցորենի մատակարարողներ եւ հաստատապես այդ 90%-ը 90 կարող է չլինել, կարող է լինել եւ պետք է լինի 50-ից ցածր։ Ատոմակայանի հետ կապված այն Օրբանը, որը Պուտինի կլիենտն էր, բերեց այդ ատոմակայանը կապեց իրենց գլխին եւ հիմա ամեն ինչ դառնում է շրջանս յուր, որովհետեւ Ռոսատոմը դա քրեական խմբավորում է, այլ ոչ թե ընկերություն։ Ռոսատոմը աշխարհի ամենավստահելի էներգետիկ տեխնոլոգիաների կրողն է եւ աշխարհում Դե հիմա փաստերով է Ռուսաստանի կատարվելով Ուկրաինան Westinghouse-ի հետ է այսօր համագործակցում եւ մենք ունենք բոլոր հնարավորությունները դա անելու եւ դա արվում է լավագույն ձև։ Խնդրում եմ իմ հետ մի փորձեք վիճաբանել, որտեղ ես կոնկրետ բան եմ ասում։ Չէ, կոնկրետ բան տեխնոլոգիաների առումով, շկոլայի առումով, մասնագետների առումով, ընդհանուր առումով մեր ատոմակայանը եւ մեր հեռանկարայինը ռուսական տեխնոլոգիայի մաս է կազմում, ինչպես լսեք խնդրում եմ, ինչպես թուրքիական ատոմականները, Իրանի ատոմականները, չինական ատոմականները, հունգարական, ռումինական, ուկրաինական ձերեշած ատոմականները, այսինքն մենք այդ կլասի, մենք այդ տեխնոլոգիաների մեջ ենք։ Եվ մեր լուծումը գիտեք որն է։ Մենք դեմի կողմի հարց չենք տա։ Մենք ասում ենք, քանի որ ուրանը ուրիշ երկրից չենք էլ կարող առնել, Ֆրանսիան ու Ամերիկան Ղազախստանից կամ Քենիայից են առնում։ Հիմա մեր առաջարկը հետեւյալն է։ Ղազախստանից ենք առնում։ Շատ լավ, հասկացա, բայց մենք Ռուսաստան եւ Ղազախստան ունենք երրակոմ պայմանագիր իրար հետ
դառնելու եւ միակ երկրներն են երրակոմ պայմանագիր ունեն ուրանի եւ սպասարկման համար։ Մեր առաջարկը վերջացնում եմ։ Էներգետիկ առումով մեր ասած դիվերսիֆիկացիայի ծրագիրը հետեւյալն է։ Այս տեխնոլոգիաները մեր էներգետիկ տեխնոլոգիաների անվտանգությունը ատոմականի շուրջ պայել, որտեղ ատոմականը անվտանգության երաշխիք է մեզ համար եւ թուրքերն ու ադրբեջանցիները եւ եվրոպացիները ստիպում են մենք փակենք ատոմական մոդուլային ներբերենք։ Եվ նորը պետք է կառուցվի։ Եվ մեր խնդիրը, մեր առաջարկը, ինչի առաջ Հայաստանը կանգնելու է էներգետիկ կրիչների արտադրություն եւ էներգետիկ կրիչների մեծ կրիչների մասին եվրոպական կամ ամերիկյան տեխնոլոգիաներ բերել Հայաստան, դա իտալացիները, հոլանդացիները, ամերիկացիները։ Խոսքը արևային էներգիայի կուտակումների պարոն Այգ, մենք թեմաների սկզբունքը հետեւյալն է։ Եվ արևելք, եւ արևմուտք, ինչ որ կարողանում ես արևելքից վերցու, ինչ որ կարողանում ես արևմուտքից վերցնու։ Այսինքն Հայաստանի համար բազմապրոֆիլ, բազմավեկտոր քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ անելը Հայաստանի հեռանկարն է։ Մենք այդ մոդելի կողմնակից ենք։ Շնորհակալություն տեսակետների համար։ Հիմա առաջարկում եմ լսել, թե ինչ է ուզում քաղաքացին քաղաքական ուժերից։ Առաջ երթին զարգացնել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, աշխատատեղեր, առաջնահերթ ստեղծեն ոչ թե խոսքերով, այլ իրական գործերով։ Ոչ մի խոշոր գործարան, արտադրամաս եւ այլն չի բացվում մեր երկրում։ Թող չխանգարեն տնտեսությունը զարգանա Հայաստանում։ Առաջ երթին վստահություն պետք է որ ներդրումներ լինի տնտեսության մեջ։ Դրսից ներդրումներ։ Ոչ թե օլիգարխների ձեռը ամեն ինչ ընկնի ու հետո սովորական ժողովրդին բան չհասնի։ Ցանկացած երկրի համար առաջի ցուցանիշը զարգացման առաջի ցուցանիշը դա միջին խավի արկայությունն է, որ մեր մոտ իսպար բացակայում է։ Հիմա մենք լսեցինք քաղաքացիներին, նրանք առաջարկում էին այ միջին խավ չկա, միջին խավ պետք է ավելացնել Հայաստանում, փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, պարոն Մայրաբյան։ Իհարկե, տնտեսության որակական աճի համար, այո, Հայաստանը որպես երկիր, որը դեպի ծով ելք չունի, եւ 4 հարևաններից 2-ի հետ, որը մեր սահմանների ամբողջ պարագծի 75%-ն է, հա, սահմանների այդ երկրների հետ, մենք այո պետք է այդ լոգիստիկան ապահովենք եւ դրանով է, որ Հայաստանը կարողանա հնարավորություն ունենալ զարգանալու։ Երկրորդը դա իհարկե գործընկերային այսպես մեր հիմքերն են, հա, այս ռազմավարական գործընկերությունները, որը Հայաստանը հաստատել է վերջին 4 տարվա ընթացքում, Միացյալ Նահանգների հետ, Գերմանիայի հետ, Ֆրանսիայի հետ, Բրիտանիայի հետ, մի շարք եվրոպական այլ երկրների հետ, Հնդկաստանի հետ եւ այլն, այս ամենը այո պետք է լցվի բովանդակությամբ եւ Հայաստանը հենց իր կապակցվածությունը զարգացնելով ներդրումային դաշտ պետք է բացի, բայց դրա համար նաև մեզ պետք է դատական ռեֆորմ, որովհետև այս խայտառակ, այլանդակ դատական համակարգի պարագայում որևէ խոշոր ներդրող չի գա այստեղ, իսկ նրանք էլ ովքեր եկել են, ինչը շատ ողջունել է, մասնավորապես Nvidia-ի նման ընկերությունը, Firebird-ի նման ընկերությունը, այս ամենը ոնց որ թե ինչ որտեղ նաև ավանսով են, դրանք պիլոտային ծրագրեր են, մենք տեսնենք ինչպես է դա դրան արձագանքելու ընդհանրապես միջազգային կապիտալը Հայաստանը բաց տնտեսությամբ, բաց ներդրումային, ամենաբարենպաստ ներդրումային մթնոլորտով պետություն պետք է դառնա եւ տրիփում որևէ BRICS բերել կապել պետք չի, ամբողջ Հայաստանը պետք է դառնա այն միջազգային գործընկերների համար ներդրումային դաշտ, ովքեր շահագրգռված են, որ Հայաստանն ապաշրջափակվի, այլ ոչ թե Ռուսաստանի նման ցանկանան, որ մենք մնանք ճուլան, իրենք էլ գան մեզ փրկեն։ Մենք խոսում ենք Հայաստանի ինքնություններից եւ ավելի շատ իմ գործընկերոջ մոտ հնչում է Ռուսաստան բառը։ Իսկ կարող ենք ձեր ասած Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հետ գումարենք Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանը, բոլորին։ Ես տասնյակ անգամ կրկնում եմ, Հայաստանի փրկությունը բազմավեկտոր
բալանսավորված բոլորի հետ, բոլորի ներառյալ հարևանների հետ, ներառյալ Թուրքիան, Ադրբեջանը, տնտեսական հարաբերություններ, բարի-գրացիական հարաբերություններ ստեղծելու մեջ է։ Եվ դրանք ընտրողի այս բարձրացած հարցերը կլուծեն, ինչ է առաջարկում։ Միջին խավի հետ կապված ամբողջապես համաձայն եմ, որովհետև հատկապես այս ընտրություններում մի տեսակ անձնավորված է գնում բաները եւ ծրագրերը չեն աշխատում։ Ես տեղյակ եմ, որ վերջին օրերին անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն 3 կուսակցություններ ներկայացրեց ծրագիր, դա նշանակում է ոչ միայն կուսակցությունները չեն մեծ տեղ հատկացնում ծրագրին, այլև քաղաքացիներն էլ են սովորացնում, որ այս մարդու կուսակցությանը գնաց այնտուր, ոչ թե այս կուսակցության ծրագրին այնտուր։ Այդ առումով շատ վատ է եւ մեր ամբողջ բանը թիրախային խմբերը հենց միջին խավն է։ Ես օրինակ իմ հույսը, որ մտածում եմ մեզ ձայն են տալու, դրանք դասախոսներն են, բժիշկներն են, բիզնեսի աշխատողներն են, զինվորականներն են, այսինքն մի քիչ գիտական մասը, մի քիչ IT ոլորտի մասը, մեկ տեխնոլոգիական լուրջ ծրագիր ունենք, մեր ծրագրերը ներող կնենք, մի քիչ դժվար ընկալելի է կամ շատ սիրելի չէ բոլոր շերտերի համար։ Մենք թիրախային շերտեր ենք ընտրել, որոնք քաղցր բան չեն ուզում, հասկանում եք, դառը, բայց անհրաժեշտ բան են ուզում։ Մեր ծրագրի բովանդակությունը դա է։ Դառը իրականություն, որը կարող է Հայաստանը այս վիճակից դուրս բերել։ Դու չես կարող լինել պոպուլիստ եւ բոլոր շերտերի վրա աշխատել։ Մենք ծրագիր եւս ներկայացրել ենք եւ այն հրապարակված է ըստ էության, այո, տնտեսական զարգացման, կրթության վերապատրաստման ինստիտուտների, գործարկման միջոցով է, որ հնարավոր է ձևավորել այն միջին խավը, որը ցանկացած ժողովրդավարության համար նաև հենարան է, որովհետև մենք նաև մեզ համար բացարձակ անհրաժեշտ առաջնահերթություն է ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորումը, իսկ դրա հիմքում բնականաբար այո միջին խավն է։ Հիմա քաղաքացիները նաև ասում էին այն ներդրումները ավելացնել եւ հնարավորություն տալ, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգանա։ Հիմա ձեր ծրագրերում դրանք արտահայտված են, ինչպես է արձագանքում ընտրողին, ի վերջո ինչպես ընտրություն կատարի։ Ներդրումների հիմքը այդ երկրի ապահովությունն է, ժողովրդավարությունը եւ կանխատեսելիությունը։ Եթե Հայաստանը լինի կամ մտնի կանխատեսելիության դաշտ, ներդրումները իրենց կգան։ Օրենքի գերակայությունը, գումարը։ Կանխատեսելիությունը, պաշտպանվածությունը, ժողովրդավարությունը դրանք համակարգեր են, միջավայրեր են, որտեղ պաշտպանում են ներդրումների գումարը։ Ցավոք սրտի Հայաստանում այդպես չէ։ Եթե կարող եք հիշել 18-19 թվականին այդ Սերժ Թանկյաններ, չգիտեմ, հայտնի կինոաստղեր, բաներ եկան եւ բոլորը ողջևորված Հայաստանում ուզում էին դնել արտադրություններ եւ թվում էր թե Հայաստանը հեսա կծաղկի ներդրումներից հայաստանյան իշխանությունների ոչ adekvat քայլերը, ոչ ժողովրդավարական քայլերը, դեպի դիկտատուրայի գնացող, մամուլը ճնշող, ժուրնալիստներին ճնշող քայլերը արտաքին ներդրողներին հետ կանգնացրեցին եւ այսօր Հայաստանում չկա որևէ լուրջ մեծ ներդրում, չկա ցավալիորեն։ Այսինքն մենք պետք է մտնենք կանխատեսելիության դաշտ, խաղաղության դաշտ, իրական խաղաղության դաշտ, որպես ոչ թե այսպես Ադրբեջանից խնդրողի դերում խաղաղության դաշտ, եւ այդ դեպքում ներդրումները կլինեն եւ գները կիջնեն եւ մասնակցությունը կլինի եւ ներառականությունը կլինի։ Դուք գների մասին խոսեցիք, հիմա առաջարկում եմ տեսնել, թե քաղաքացին ինչ է նկատել գների հետ կապված եւ ինչ է ցանկանում։ Հազարից չի իջնում, արդեն այս պամիդորը նոր սկսել է իջնել։ Դե ամեն ինչն է բարձրացել։ Չեխիա թանկ, մարդիկ տանջվում են, բայց աճեցնել է իշտը։ Առնեմ 400 դրամով, կարամ ես էսի 300 դրամով ծախեմ։ Չէ, պետք է առնված 500-ով ծախեմ։ Գերիչյանը պետք է կոնտրոլիրը տանոր, ասենք շատ չթանկացնեն։ Երևի հարկերը պետք է մի քիչ պակասացնել, որ մարդիկ կարողանան դրսից ավելի էժան գնով ապրանք բերել եւ ավելի մատչելի գնով վաճառել։ Հիմա տես, միսը շատ լավ գիտեք, որ թանկություն։ Գալու է, բացվել դրա համար է շատ է միսը թանկանում, թե չէ ոչ մի բան չկա։ Կեժանանա, այսինքն։ Կարող է վեժանանա, բայց Հայաստանում ինչը թանկանում է, չի էժանանում։ Անենցանի որ գյուղացին կարողանա իր ապրանքը վաճառի։ Պետությունն էլ օգտվի, ոնց որ կոպիտ ասած ժողովուրդն էլ օգտվի։ Սա այդքան մի բան։ Որքան էլ մենք խոսենք աշխարհաքաղաքականությունից, մարդուն շատ պարզ կենցաղային բաներ են անհրաժեշտ։ Գները բարձր են, ինչ պիտի անել, որպեսզի այդ գները ցածր լինեն։ Պարոն Մեհրաբյան, դուք ինչ առաջարկ ունեք։ Այո, որպես աջ լիբերալ կուսակցության ներկայացուցիչ, այո, մեր մոտեցումն այն է, որ
նախ եւ առաջ պետք է մեծացնել մրցակցությունը, պետությունը խստացնի իր հսկողությունը մենաշնորային կամ հակաշուկայական գործարքների նկատմամբ, որը մեր հակամոնոպոլ կոմիտեն պետք է զբաղվի դրանով։ Դուք այդպիսի լծակներ առաջարկելու եք վերահսկման եւ իհարկե, որովհետեւ այնինչ մեզ մոտ կա, շատ վատ է աշխատում, շատ ցածր արդյունավետությամբ եւ շատ ֆրագմենտար։ Համակարգային հսկողություն շուկայի նկատմամբ չկա եւ նման այսպես կարտելային պայմանավորվածությունների արդյունքում կարող են X ապրանքի գինը բարձրացնել, Y ապրանքի գինը իջեցնել եւ պետությունը դա համարում է, որ ինքն այդտեղ անելիք չունի։ Մինչդեռ խաղի կանոններին պետք է հետևի պետությունը։ Հաջորդը ինչ է, մարդկանց եկամուտների բարձրացման ճանապարհով է, որ այս գնաճի հետևանքները պետք է մեղմվեն։ Մենք նայում ենք կաթը, ասենք թե մթերվում է ավելի էժան գնով, քան ասենք հանքային ջուրն է, դա արդար է։ Կամ խաղողը կարտոֆիլից ավելի էժան գնով են վերցնում, ասենք գինու կոնյակի գործարանները։ Դա նորմալ է, ոչ նորմալ չէ։ Հետևաբար այո, մենք պետք է հասկանանք հետևյալը, որ այո, երկրի զարգացմանը զուգընթաց, այո, գներն աճում են, ծառայություններն աճում են, աշխատավարձներն աճում են, ապրանքը, ծառայությունը, աշխատանքը թանկանում է եւ այո, մենք պետք է ապրենք այս պայմաններում եւ այլ լավագույն եւ ամենաարդար ճանապարհ, քան մարդկանց եկամուտները բարձրացնելը, ուղղակի առաջարկել է կլինի անազնիվ ուղղակի եւ մի բան էլ, այո, պետությունը պետք է վերահսկի այդ հնարավոր գործարքները, հակաշուկայական գործարքները, այո, կանխելու։ Քաղաքական է լուծումը խնդրի։ Ես հիմա վատ պրոգնոզ կարող եմ ասել, որ այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, դրա արդյունքում կարող է գները հարյուրապատիկ թանկանան։ Մասնավորապես դա Իրանի, Ամերիկայի պատերազմի հետ, Հորմուզի հարցը չլուծվեց, մեր գները բենզինի կարող է ընդհանրապես բենզին չլինի։ Եվ երկրորդ, որ Հայաստանի իշխանությունները վտանգավոր բանի մեջ մտան, լրիվ քաղաքական է գնահատական։ Երբեք չի եղել, որ Հայաստանի ընտրությունների վրա դրսից այսքան միջամտություն լինի։ Վենսի այցելությամբ Միացյալ Նահանգների կոնկրետ ստարտ տրվեց, որ Հայաստանում իրենք աջակցում են այս իշխանություններին, երբեք այդպիսի բան չէր եղել։ Մակրոնի քայլերով, որ ինքը աջակցելու է Նիկոլ Փաշինյանը եւ Սանդուի նման պետք է աջակցի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների բաց հայտարարություններով իրենք աջակցել են այս իշխանություններին, դրան շարունակեց նաև Պուտինի մխրճվելը քաղաքական դաշտի մեջ, այսինքն երբեք չի եղել, որ այսքան խաղացողներ Հայաստանի ընտրությունների վրա այսքան համական են եւ ազդեցություն գործեն։ Դա նշանակում է, որ հետընտրական պայքարը լինելու է խիստ բարդ։ Մեկի ձախողումը լինելու է մեկի հաջողությունը լինելու է մեկի ձախողումը։ Դա բերելու է, եթե շարունակվեց դա, իսկ ես կարծում եմ, որ դա շարունակվելու է, ցավալ գների ոչ թե թանկացման, այլ կտրուկ թանկացման։ Եվ Հայաստանը ինչու եմ զայրացած անգամ։ Նիկոլ Փաշինյանը այս երևույթին, այս դրսից միջամտելու մի բառ չարձագանքեց։ Հայաստանի իշխանությունները պետք է հայտարարություն անեն, ձեր ինչ գործն է Հայաստանի քաղաքացու ընտրությունը։ Որևէ մեկը քիթներդ մի խոթեք Հայաստանի քաղաքացու քվեարկության իրավունքի վրա, որովհետև դա քաղաքացու մոնոպոլ իրավունքն է, մոնոպոլ, եւ իշխանությունները պետք է պաշտպանեն քաղաքացու ընտրելու իրավունքը։ Այդ առումով խիստ վտանգավոր զարգացումներ կարող են գնալ արևելք-արևմուտքի եւ մենք ցավալիորեն մոտենում ենք ուկրաինական սցենարին, երբ արևելքն ու արևմուտքը կարող են Հայաստանում բախվել տնտեսապես, ֆինանսապես, քաղաքականապես, ռազմականապես։ Այդ առումով Հայաստանում խաղաղ ընտրությունների անցկացնելը մեզ համար հացի, ջրի, օդի նման անհրաժեշտ է։ Եվ դա իշխանությունների վրա է, ոչ թե իմ ու ձեր։ Ձեր կարծիքով քաղաքական է լուծումը, դուք կարծում եք, որ պետք է եկամուտները ավելացնել։ Այս հարցի պատասխանը, ուղղակի եթե մենք տնտեսական քաղաքականության դաշտում ենք նայում այս հարցի լուծումը, ես ասացի տնտեսական քաղաքականության եւ վարչարարության։ Ինչ վերաբերվում է քաղաքականությանը։ Հայաստանն այո չպետք է կախված մնա մի երկրի կմահաճույքից, որը ցանկացած ապրանքային պոզիցիա Հայաստանի հետ առևտրի վերածում է լծակի ընդդեմ մեզ։ Եվ դա այդ երկիրը այո միայն եւ միայն Ռուսաստանն է։
Եվ Հայաստանի աջակցությունն էլ այդ իմաստով, որ կա, որը հենց Հայաստանն ինքն է նախաձեռնում եւ շատ ճիշտ է անում, ինչի համար է։ Խաղաղություն ենք ուզում, թիրախավորվում է Ռուսաստանի կողմից։ Ուզում ենք սուվերենություն, ասում են դուք ով եք, որ պետքա սուվերեն լինեք։ Մենք ենք որոշում, դուք կաք, թե դուք չկաք։ Երրորդը, մենք ուզում ենք ժողովրդավարություն, ասում են դուք ով եք, որ լինեք ժողովրդավարություն, Լուկաշենկոյի ընկերները կարող են ձեզ կառավարել։ Դուք ընդհանրապես ով եք, որ սա են ասում մեզ ռուսները։ Եվ հնարավոր չի այլ նրանց հետ նորմալ հարաբերություններ կառուցել նման վերաբերմունքի պարագայում։ Ռուսներն են մեղավոր գների բարձրացման, ես ուզում եմ, որ մենք վերադառնանք թեմային։ Ռուսները գների բարձրացման հետ այնքանով, որքանով կապ ունեն, որ Հայաստանի դեմ կարող են այո ռեստրիկտիվ միջոցներ ձեռնարկել, էլի քմահաճույքից ելնելով թքած ունենալով բոլոր այն փաստաթղթերին, որը ստորագրած են նրանց հետ։ Դա կարող է լինել, բայց գների աճը նաև այո օբյեկտիվ պատճառներ ունի, եկեք նաև սա էլ ասենք։ Շնորհակալություն, հիմա լսենք քաղաքացիների մեկ այլ հարցեր։ Ամեն ընտանիքում ունենան 5-6 երեխա մարդիկ, ստեղծենենցի պայմաններ, որ ժողովուրդը մենակ ասենք 3 երեխից բարձրերին մի հատ կվարտիր ենք տալիս։ Երևի թոշակների, սոց փաթեթների 10,000-ով բարձրացնել այդ մինուսը։ Հաշվենք, որովհետև օրեցօր ապրանքները բոլոր թանկանում են։ Դա բարձրացում չի։ 10,000 ավելացրել ենք 2 կիլո միս կարակ առնեք։ Դա Դա ծիծաղելի է, դա բոլոր նորմալ երկրներում ինֆլյացիայի հետ, գնաճի հետ զուգահեռ ինդեքսացիան է, ինդեքսացիա դա խոդով։ Մեր մոտ դա չկա։ Հիմա թոշակները եւ մարդկանց համար այնպիսի պայմանների ստեղծումը, որ երեխաներ շատ ունենան, մնան երկրում, սրանք առաջնահերթ են համարում։ Այ դուք ինչ ծրագրեր ունեք, պարոն Մանուկյան, այս դեպքում ձեզնից սկսենք։ Ես էլի մնում եմ քաղաքական գործիչ։ Ոչ մի սոցիալական ծրագիր չես կարող ավելացնել, եթե տնտեսությունը չի զարգանում։ Ոչ մի տնտեսություն չի զարգանա, եթե խաղաղությունը անշրջելի չէ։ Ոչ մի տնտեսություն չի զարգանա, եթե դու անվտանգային հարցերը չես լուծել եւ ռիսկային ես եւ ավելին փորձում ես դառնալ երկու գերտերությունների արանքում կռվախնձոր։ Այդ բոլոր խնդիրների լուծումները առաջնակարգ քաղաքական են, լուծումները այդտեղ են։ Իհարկե, չէի կարծում, ես հիմա կուզեի ասեմ, թոշակնել ենք բարձրացնելու, հիվանդներն էլ, դեղերն էլ, բայց ես իմ նկատմամբ ազնիվ եմ։ Ազնիվ եմ նաև այն ընտրողի նկատմամբ, որը ինձ հիմա լսում է։ Մեր մեծ խնդիրները խաղաղությունն է արժանապատիվ, որ պետք է լուծվի, տնտեսության զարգացումն է, դաշնակիցների յետ բերելն է եւ կանխատեսելիության արդարության միջավայր ստեղծելն է, հանդուրժողականության։ Մենք այդ ամենից հեռու ենք, ինչպես չգիտեմ, ինչից։ Ես կրկնում եմ, ասել թե այս խնդիրը լուծել։ Հա, իրանք լուծում են, այդ խնդիրը իշխանություն լավանում է, ասֆալտ անում գյուղերում, թոշակը ավելացնում, բայց երկրի անվտանգություն, երկրի տարածքային ամբողջականություն չի պահպանում։ Մեր տարածքը այսօր Ադրբեջանի ձեռքում է, մեր գերիները այսօր Ադրբեջանի բանտերում են։ Մենք հետ ենք կանգնել եվրոպական բոլոր դատական հայցերից, բոլոր։ Հայաստանը այլևս չի կարող բողոքել որևէ մշակութային արժեք եկեղեցի ոչնչացնելու համար։ Հայաստանը դարձել է մի հատ կցորդ Ադրբեջանի երկրին։ Ու այս սրա մասին է պետք խոսել։ Քաղաքացուն պետք է ոչ թե ասել քո թոշակը բարձրացել արի ինձ քվեարկի, այլ ասել ես գնում եմ քո անկախությունը պահելու, քո պետականությունը պահելու, որ քո երեխեք խաղաղ ապրեն այս երկրում։ Սա է քվեարկության արժեքը։ Պարոն Մեհրաբյան, քաղաքացիների կարծիքներին եւ հարցումներին անդրադառնալով։ Այո, լուծումը այստեղ քաղաքական է, նաեւ տնտեսական քաղաքականության գործիքակազմով, բայց այո, հիմքում քաղաքականությունն է։ Ես իհարկե համաձայն եմ, որ հիմքում պետք է լինի խաղաղությունը, մեր հարևանների հետ կապակցվածությունը, այդ լոգիստիկ շղթաների կառուցումը, որից Հայաստանը կտրված է եղել, եւ ես տեսնում եմ, որ Հայաստանը այդ ուղղությամբ սկզբնական, բայց շատ կարևոր քայլեր արդեն արել է։ Շատ կարևոր է, որպեսզի այդ քայլերի անշրջելիությունն ապահովվի, ինստիտուցիոնալ անշրջելիություն։ Ադրբեջանի հետ պայմանագիրը նախաստորագրվել է, բայց դեռ չի ստորագրվել։ Թուրքիայի հետ մենք արձանագրում ենք բարելավում, ահա հենց մեր այս հանդիպումից ոչ շատ առաջ էլ պարզ դարձավ, որ արդեն առևտրի հետ կապված արգելքներն են Թուրքիայի հետ հանդիպում։
Այս ամենը սրանք քայլեր են դեպի առաջ եւ շատ կարեւոր է այդ վեկտորը հետ չշրջվի, process-ը հետ դարձ տեղի չունենա, դա իսկ մնացածն էլ արդեն գնահատականի հարց է։ Դեպի Ադրբեջան եւ Թուրքիա ճիշտ հասկացա։ Ոչ, վեկտորը հասկացա։ Չէ, դուք ճիշտ չհասկացաք։ Այո։ Վեկտորը ել եմ ասում Հայաստանի անկախությունն է, Հայաստանի սուվերենությունն է, Հայաստանի զարգացումն է միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Հիմա եւս մեկ հարց էին քաղաքացիները առանձնացրել կրթությանն էր վերաբերում։ Կրթության հարցում ինչպիսին են ձեր մոտեցումները։ Բոլորը խոսում են կրթությունից, ինչու պետք է ընտրեն հենց ձեր ծրագիրը։ Եթե թույլ կտաք, դա իմ թեման է։ 40 տարի ես դրանով եմ զբաղվում, երկար եմ զբաղվել, խորհրդի 3 անգամ պարլամենտում իշտեղել եմ կրթության հանձնաժում։ Ցավալիորեն Հայաստանում գնում է մի հատ դաժան, ծանր դեմոգրաֆիկ process, որը կոչվում է դպրոցների փակվել 23 թվականի հրամանագրով այս տարվա օգոստոսից մինչև սեպտեմբեր Հայաստանում փակվելու են 229 դպրոց։ 229 դպրոցում սովորում է այս պահին մոտ 8000 աշակերտ, 2300 ուսուցիչ, 2500 տեխնիկական աշխատողներ։ Այդ 229 դպրոցներից 215-ը տվյալ գյուղի միակ դպրոցն է։ Այսինքն, եթե այս դպրոցները փակվում են, 215 գյուղ այլևս դպրոց չի ունենում եւ կրթական համակարգ ամբողջապես փակվում է։ Ես այս պաշտոնական թիվ եմ ասում, հրապարակում եմ, որ այդ 229 դպրոցների պետական բյուջեն մեկ տարվա ընթացքում, որը ներառում է շենքի պահպանություն, ուսուցիչների աշխատավարձ, գույք, պահակ, հավաքարար եւ ամբողջ բյուջեն 230 դպրոցի մեկ տարվա կազմում է 7 միլիարդ դրամ։ Հեշտ պատկերացնելու համար մոտավորապես դա 18-20 միլիոն դոլար է։ Դա մեր բյուջեի համար միզեր է, զերո է։ Դա թիվ չէ, որով ասես տնտեսական խնդիր են լուծում, խնայողություն են անում, եւ այս 229 դպրոցներից ես ցույց եմ տալիս քարտեզը, որպես իրեղեն ապացույց, այս այն քարտեզն է, որտեղ նշված են փակող 229 դպրոցները։ Մարզերից ամենավատթարը գտնում է Սյունիքը 48 դպրոց փակվում է։ Շիրակում փակվում է 48 դպրոց, Լոռիում փակվում է մոտավորապես այդքան դպրոց, եւ ինչն է ողբերգականը, այդ դպրոցներից 55-ը սահմանամերձ են։ Այսինքն նրանք պոստեր են, նրանք սահման պահող գյուղեր են։ Եվ եթե այդ դպրոցները փակվում են, այդ գյուղերը ոչնչանում են։ Եվ ձեր առաջարկը։ Այն որում 150-ը լեռնային եւ բարձր լեռնային են։ Առաջարկը եւ մեր մոտեցումը, մեր քաղաքական հետեւյալն է։ Եվ այս այն դեպքն է, կարող եմ նույնիսկ դիմել ընկերոջս գործակցի, բոլոր կուսակցությունները սա համար պետք է կանգնեն։ Բոլոր քաղաքական ուժերը ամեն ինչ պետք է անեն անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ ծրագրային տարբերություններից, որ Հայաստանի 230 դպրոցների չփակվեն, որովհետև այս դպրոցների փակվելը միայն չի նշանակում դպրոցների փակվել, դա նշանակում է այս գյուղերի փակվել, այս գյուղերը դատարկվելու են։ Ուստի խնդրանքս, առաջարկս բոլոր կառույցներին, ուսուցիչներին, ծնողներին, գյուղական բնակչությանը կանգնել այս արհավիրքի դեմը։ Մեր սահմանամերձ գյուղեր, մեր բարձր լեռնային դպրոցներն ու գյուղերը չպետք է քանդվեն։ Սա որպես առաջարկ բոլոր քաղաքական ուժերին։ Լսենք պարոն Մեհրաբյանի։ Ես ճիշտ ասած այս process-ի մասին մամուլում տեսել եմ եւ տեսել եմ հերքումը, որ նման բան է տեղի ունենում։ Այլ հարց է, Պլյուս դրան մենք տեսնում ենք Թույլ կտակ ես հերքում ասեմ, որ հստակ լինի։ Ուղղակի իրենք այս 230 դպրոցը միավորում են, ուրիշ կառուցում են ուրիշ տեղում եւ ասում են, ասենք այդ 9-10 գյուղի երեխեքը գնում են այդտեղ։ Օրինակ, շատ կոնկրետ։ Ամասիայում կա 26 գյուղ, Ամասիայի 26 գյուղերին սպասարկել է 4 դպրոց։ Ամասիայի բոլոր գյուղերը լեռնային են եւ բարձր լեռնային եւ սահմանամերձ։ Եվ դա ուղղակի հնարավոր չէ իրականացնել 26 գյուղին 4 դպրոց, դա աննորմալություն է։ Ամեն դպրոցի հարց կարծում եմ այստեղ ոնց որ առանձին քննարկման առարկա պետք է լինի, եթե կա նման բան, բայց ել եմ ասում, իշխանությունը ներկայումս հերքում է, պաշտոնական ինստիտուտներն այսօր հերքում են նման բանի մասին։ Թողից դատի տան, հարգելի Ռուբեն։ Հարց չկա, ես Թողից դատի տվեք, հարգելի իշխանություններ, այդ կրթության նախարարություն։ Ես հայտարարում եմ, որ դուք օգոստոսի 1-ից փակում եք 229 դպրոց։ Ինչ դատի տվեք։ Okay։ Կրթության հարցում տեսեք, այս ամենը միայն մի մասն է այն խնդրի, որը կոչվում է երկրի համաչափ զարգացում։ Այսօր Հայաստանը նման է մի հիվանդ օրգանիզմի, որտեղ գլուխը մեծ է, ոտերն էլ տակը չեն մնում, հա։
խոսքը Երևանի եւ մարզերի մասին է։ Երևանը քաշում է ամբողջ ռեսուրսը դեպի իրեն, իսկ մարզերի վրա էլ առաջին անգամ անկախ Հայաստանում կատարվում են ահռելի ծախսեր, բայց դա հարցի լուծում չի, որովհետեւ ներսում մնում են խնդիրներ, ինչպես ասացինք էլի։ Ջրային ռեսուրսների կառավարումը խայտառակ վիճակում, արդյունքում հողի կեսը չի մշակվում, այն էլ որ մշակվում է, դրա սպառումը պետությունը չի կազմակերպում եւ արդյունքում գյուղը դատարկվում է, արդյունքում այսպես խոսակցություն առաջանում, դե որ մարդ չկա դպրոց պահում ենք ում համար։ Կամ կարող է առաջանալ, չգիտեմ, դեռ պետք է հասկանալ։ Հետևաբար, այո, պետությունը պետք է ունենա իր համաչափ զարգացման ռազմավարությունը, որովհետեւ Երևանը ռեզինից չի ի վերջո։ Շնորհակալություն։ Ինչ կուզեք, որ հեռուստադիտողը հիշի ձեր խոսքերից մեկ նախադասությամբ։ Մենք Հայաստանի անկախության համար արած դրած ուժ ենք, պայքարած, կռված ուժ ենք, եւ մեզ համար գերակա արժեքը անբեկանելի, անքննարկելի Հայաստանի պետականությունն է։ Եվ մենք հայտարարում ենք, ես հայտարարում եմ, որ առաջիկա ընտրությունները լինելու են հանրաքվե Հայաստանի անկախությունը, պետականությունը պահելու համար։ Եվ դրա համար առաջարկում ենք քվեարկել 10 համարին անկախական ուժին Հայ ազգային կոնգրեսին։ Քվեարկեք մեզ եւ մենք տեր կլինենք մեր անկախությանն ու պետականությանը։ Ինչ հիշի հերթադիտողը ձեր խոսքերից։ Ես զգալի չափով կիսում եմ այդ ասածը, ընդհանրապես համար է կասեմ ուրիշը, այո, քվեարկեք հանուն մեր երկրի իրական անկախության, իրական սուվերենության, ժողովրդավարության, խաղաղության, զարգացման, հանուն հանրապետության համար 18։ Դե որպես հավելում, ես գիրք եմ ուզում նվիրեմ գործընկերոջը, իմ կազմած գիրք անկախության հռչակագրի 35-ամյակի հետ կապված, որպես նաև հավելում, որ մենք անկախական ուժ ենք եւ մեր ժողովուրդը թող գնա քվեարկի ոչ թե իշխանության, այլ անկախության։ Համեցեք խնդրում։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներն էին հեռանկար բանավեճի տաղավարում էին ՀԱԿ փոխնախագահ падգամավորության տեխնացու Արամ Մանուկյանը եւ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ падգամավորության տեխնացու Ռուբեն Մեհրաբյանը։